Մերձավոր Արևելքը կանգնած է լայնածավալ պատերազմի շեմին։ Հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելը իրականացրեց հարձակում Իրանի ռազմական և միջուկային ենթակառուցվածքների վրա, գործողությունը անվանելով Rising Lion (մագլցող առյուծ)։ Ըստ այդմ, հարվածի հիմնական ուղղություններն են Նաթանզ ուրանի հարստացման կայան, Թեհրան ռազմական շտաբներ, ռազմավարական շենքեր, Սպահան հրթիռային ու օդատիեզերական համալիրներ, Թավրիզ, Համեդան, Կերմանշահ հոբ համակարգեր և պահեստներ։ Իրանի պաշտոնական աղբյուրների համաձայն, Իսրայելի հարձակման հետևանքով սպանվել են Իրանի Իսլամական Հանրապետության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատարներ, ներառյալ Հոսեյն Սալամին, Մոհամմադ Բաղերին, Ալի Հաջիզադեն և Ալի Շամխանին։ Զոհվել են նաև միջուկային ոլորտի առաջատար գիտնականներ, ինչպես նաև կան քաղաքացիական զոհեր, ներառյալ կանայք և երեխաներ Թավրիզում ու Թեհրանում։ Թեհրանը հայտարարել է, որ հարձակումը անպատասխան չի մնալու։ Գիշերը արձակվել են ավելի քան 100 անօդաչու թռչող սարքեր ուղղված Իսրայելի և ամերիկյան ռազմաբազաների վրա, սպասվում է նաև պատասխան հրթիռային գրոհ։ Միավորված ազգերի կազմակերպությունը, Եվրամիությունը, Ռուսաստանը և Չինաստանը կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ ԱՄՆ-ն հայտարարել է, որ ներգրավված չէ հարձակման մեջ, սակայն շարունակում է աջակցել Իսրայելի անվտանգությանը։ Սաուդյան Արաբիան և Թուրքիան կոշտ հայտարարություններով դատապարտել են իսրայելական ագրեսիան։ Ի դեպ, Իսրայելի գործողությունները դատապարտել է նաև Հայաստանի կառավարությունը։ Այդ մասին հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Պրահայում այցի ընթացքում Իսրայելի գործողությունները դատապարտել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տնտեսական հետևանքներ ունեն Իրանի վրա հարձակումները։ Նավթի գինը աշխարհում է աճել ավելի քան 8%-ով։ Միջազգային ավիաընկերությունները չեն կարողանում իրենց թռիչքներն իրականացնել Իրանի օդային տարածքի վրայով։ Իրանի որոշ նահանգներում ինտերնետ հասանելիությունը խիստ սահմանափակված է։ Եվ այսպես իրավիճակը մնում է պայթյունավտանգ մեր սահմաններին անմիջապես մոտ, բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունում հնարավոր է լայնածավալ հակամարտություն տարածաշրջանում, ներառյալ Լիբանանը, Սիրիան, Հորմուզի նեղուցը և ողջ Մերձավոր Արևելքը։